Հրապարակ թերթը գրում է՝ մի քանի շաբաթ առաջ ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանը գնացել հասել է Սաղմոսավանք Տերոշին քահանային խրատելու, թե խելքդ գլուխդ հավաքիր։ Նախորդ օրը պսակադրվել ցանկացող իր ծանոթ զույգից նա իմացել է, որ քահանան ամուսնացողներին ասել է՝ «Քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ ԿՊԱ-ական չլինի»։ Որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել, պայմանավորված վերջինիս քաղաքական հայացքներով եւ կուսակցական պատկանելիությամբ, հայտարարել է ազգային ժողովի փոխնախագահն ու Արշավել Սաղմոսավանք։ Նա քահանայի նաև քրեական օրենսգրքի մասին է հիշեցրել, ըստ էության սպառնալով, քանի որ կարծում է, թե քահանան իր պահվածքով պառակտում է սերմանում։ Իշխանական կուլիսներում շարունակում են քննարկել փոխոսնակի պահվածքը։ Մեզ ասացին, որ Տերոշինը ժամանակին իրականացրել է Ռուբինյանի պսակադրությունը եւ անգամ ԿՊ թիմում են շատերն ապշել, թե ինչպես կարող է Ռուբինյանը հաշիվ պահանջել իր ընտանիքի կազմավորմանը հոգեվոր օրհնություն տված քահանայից, որը միջնորդ է Աստծո օրհնությունը փոխանցելու համար։ Հրապարակ թերթը գրում է՝ Նիկոլ Փաշինյանը, որ ընտրություններին ընդառաջ միլիարդավոր պարգևավճարներով փորձում է պետական ապարատը դարձնել իր հավատարիմ էլեկտորատը, այդպես էլ չի ընկալվում շարքային պետական ծառայողների կողմից, անգամ նրանց կողմից, ովքեր ԿՊ-ին են համակրում։ Գերատեսչություններում աշխատող մեր ծանոթները պատմեցին, որ նախարարություններում ակտիվ քննարկում են ԿՊ-ի ուրախ ավտոբուսը եւ հատկապես Փաշինյանի ամբռնազբոսկ գերուխումն ուղիղ եթերում, թե ինչպես է երկու կողմով ծամելով կարկանդակ սուճուխ լավաշ ուտում։ Հրապարակ թերթը գրում է՝ մինչ երրորդ նախագահի ղեկավարած ՀՀԿ-ն պահում է խորհրդարանական ընտրություններին մասնակցել չմասնակցելու ինտրիգը, կուսակտիվը բազմաբևեռ վոյաժների մեջ է։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու Հայկ Մամիջանյանն այս օրերին Բրյուսելում էին։ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանն ու Հերիկ Դանիելյանն էլ Մոսկովյան այցերի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է՝ պաշտոնական փաստաթղթերն ուսումնասիրելով ժողովուրդ օրաթերթը բացահայտեց, որ Երևանի քաղաքապետարանը սոցիալական մեդիայում ինքնագովազդանելու համար բյուջետային միջոցներից $25,500 գումար է հատկացրել։ Մասնավորապես Երևանի քաղաքապետարանը Prodigy ՍՊ-ի հետ կնքել է պայմանագիր, որը ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 9,600,000 դրամ։ Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ ծառայությունների շրջանակը բավական լայն է, այն ներառում է Facebook, Instagram եւ TikTok հարթակներում գովազդների կառավարում եւ իրականացում։ Ըստ պայմանագրի սահմանվել են նաեւ հստակ չափորոշիչներ, ամեն ամիս գովազդային նյութերը պետք է ապահովեն առնվազն 2 միլիոն դիտում, 1,200,000 հասանելիություն, իսկ TikTok-ում առնվազն 750,000 դիտում։ Այսինքն Հայաստանի եւ Երևանի հպարտ հարկատուն եւ վարձատուն վճարում է Տիգրան Ավինյանի համար հավաքվող սրտիկների եւ քլիկների համար։ Սա նշանակում է, որ Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանը առաջնահերթությունը տալիս է գովազդին, խնդրի լուծման փոխարեն քաղաքապետը տեղեկատվական դաշտում սեփական գործունեության գովազդն է անում, բյուջետային գրեթե 10 միլիոն դրամներ դուրս գրելով։ Հրապարակ օրաթերթը գրում է՝ ներկուսակցական ընտրություններում զեղծարարությունների համար ԿՊ նախընտրական ցուցակից վարչության որոշմամբ հեռացված պատգամավոր Դավիթ Դանիելյանը երեք լրագրողներին թեև վստահեցրեց, թե նեղացած չէ ԿՊ-ից եւ շարունակելու է ճանապարհն իր կուսակցության հետ, սակայն տեղեկացանք, որ անցած շաբաթ ԿՊ-ի Սյունիք այցի ընթացքում նա չի միացել ներկուսակցական քարոզարշավին, ինչպես սովորաբար անում են այլ մարզերից ընտրված պատգամավորները, երբ թիմն իրենց մարզ է այցելում։ Ասում են այն օրը, երբ ԿՊ-ն գնացել է Կապան, կուսակցության տեղի տարածքային կառույցի անդամ Կապանցի Դավիթ Դանիելյանը շտապել է Երևան։ Իդեպ Կապանցի Մարինա Ղազարյանը եւս չի միացել թիմին, սակայն ասում են նա Կապանի կառույցից դուրս է եկել եւ տեղափոխվել ԿՊ-ի մասիվի կառույց։